մենք արդեն հասցրել ենք հյուրընկալել մեր հյուրերին, սահմանապահ գյուղերում վերականգնվում են հայ ժողովրդական, ավանդական ծեսերը, երգերն ու պարերը։ Այդ ուղղությամբ իրականացվող բազում նախագծերից, դասընթացներից էր սահմանապարը, համագործակցելով երգահան Արա Գևորգյանի հետ, կոմպոզիտորի հաղթանակ երաժշտության ներքո ստեղծվել է մի պար, որը կոչվում է Հազար Վահան, որը պետք է կատարեն սահմանապահ գյուղերում ապրող երեխաները։ Մեր հյուրերն են Նորքի հայորդաց տան Նարեկ պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը, Իգոր Զարգարյանը, ով հանդիսանում է հիմնադրամի խորհրդի նախագահ, եւ Սրփուհի Մովսիսյանը, ով հոգեբան է, արթերապևտ է, նաեւ Սրփուհի, դուք հիմնադրամի այո, համահիմնադիրն եք նաեւ։ Բարի օր բոլորին, շատ լավ նախագիծ։ Եկեք խոսենք ի սկզբանե, ինչ նախագիծ է, որն է այս նախագծի ամենակարևոր նպատակը եւ ինչպես եք որոշել հենց այսպիսի նախագիծ իրականացնել։ Իրենց սկսենք Հազար Վահանից, պատմենք ով ենք մենք, պատմությունը շատ կարճ փորձեմ ներկայացնել ժամանակը խնայելով, մենք Սրփուհի Մովսիսյանի ծանոթացել ենք 3 տարի առաջ, կարելի ասել հանկարծակի, պլանավորած չէր, Սրփուհին խորհուրդ էր ուզում հարցներ, թե ոնց իրագործը կարա շարունակի կամ ոնց կարող ինչ-որ իրար հետ մի բան անենք, նախագիծ, բանից պարզվավ, որ Սրփուհին աշխատում էր սահմանամերձ, սահմանապահ գյուղերում կանանց հետ, արտ-թերապիայով եւ մնացած գործերով, այդտեղ հարցի մոտ առաջացավ, որտեղ ընդհանրապես պատրաստ չի միանալու, որտեղ դա իմ գործը չի։ Հարցը եկավ, թե երեխաները ինչ վիճակի են սահմանապահ գյուղերում եւ ներառյալ Արցախի երեխաներին, ասած որ շատ ծանր է եւ լիքը ահագին բան կա անելու, անելիքներ կա, այդտեղ մենք ոնց որ եկան գաղափարի, որ փորձենք այդ երեխաների հետ աշխատել, թե ինչով կարող ենք իրանց օգնել եւ որ հավասարաչափ իրանց գան Երևանի երեխաների հետ ոչ ավելի այդպես դժվար։ Այդտեղից եւ եկավ այդ գաղափարը Հազար Վահան անուն մենք դրեցինք, որովհետեւ մեր կարծիքով մենք պետք է փորձենք իրանց համար Վահան դառնանք, իրանք էլ Վահան դառնա մեր երկրի համար ապագայում եւ ոնց որ այդ գաղափարը սկսեց աշխատել։ Մեր հիմնադրամը ունի ատրիբուտիկա, լոգոն եւ մենք որոշեցինք, որ մեզ պարա պետք ինչ-որ երևա, որ մենք Հազար Վահանը շատ գեղեցիկ շոու էր ստացվել, դիմեցինք Արմանին, իմանալով որ շատ պրոֆեսիոնալ մասնագետ է, ու խնդրեցինք մեզ օգնել, միջետ Արա Գևորգյանի հետ ոնց որ դուք ասացիք, պայմանավորվել ենք, որ մի երաժշտություն մեզ ոնց որ տնվիրեց, որ կարող ենք օգտագործել եւ այդտեղ արդեն երեքով հանդիպեցինք Արմանի հետ, շատ հետաքրքիր մի խոսք ասեց, որ ինքը ունի երազանք։ Դե մենք սիրում ենք երազանքները լսել եւ օգնել եւ այդտեղ արդեն երևի խոսքը փոխանցեմ Արմանին, ինքը ավելի մանրամասն կասի ինչ երազանք է եւ ինչին հասանք։ Երազանքը այն բանի մասին էր, որպեսզի ես բեմադրեմ իմ հեղինակային պարերը բոլոր այդ սահմանապահ գյուղերի բարի խմբերի վրա եւ վերջում հավաքենք բոլորին մայրաքաղաք Երևանում ունենանք մեծ համերգ։ Բայց բնականաբար պարզ է, որ Տաուշից սկսած մինչև Ղափան, եւ Սիսիան, Վայք, Երասխով, դա եւ ժամանակի առումով եւ հովանավորության առումով շատ ծանր էր, այդ բեռը մենակով ես չէի կարող դուրս գալ ու ոնց որ ստեղ զուգադիպեցին մեր գաղափարները Հազար Վահան հիմնադրամի եւ իմ, իրենք աշխատում էին արդեն իսկ այդ երեխաների հետ, այդ խմբերի հետ, ոնց որ տենց ստացվեց։ Ես իրենց համար արեցի այդ պարը Հազար Վահան, շատ հրաշալի տեղի ունեցավ այդ պարը, մի քանի շրջաններից եկել էին խմբերը եւ սկսեցինք այս պրոյեկտը։ Պրոյեկտի անունը սենց էլի քննարկումներից որոշեցինք, որ պետքա լինի սահմանապար։ Իսկն սահմանապահ եւ սահմանապար։ Հիմա մենք ունենք մեր էջերը, մենք ունենք մեր սոցհարթակները ամենտեղ, որ կարող են բոլորը բաժանորդագրվել, հետևել մեր էջերին, տեսնել ինչ է կատարվում այնտեղ, արդեն ուր ենք եղել եւ ուր ենք հասել, ասեմ, որ համերգը շոուն տեղի է ունենալու ապրիլին։ Հուսամ մինչև այդ մեկ անգամ էլ կգանք մենք ձեզ հյուր պատմելու այդ ամբողջ ամփոփելու մասին։ Եվ մնացել է վերջին տեղը Երասխը, 5 օրից ես կուղևորվեմ Երասխ, ընդեղի բարի խմբի հետ էլ բեմադրությունը կիրականացնեմ ու կվերադառնամ։ Ինքը 10 տարբեր իմ հեղինակային պարերն են, որ պետքա Նարեկ անսամբլի հետ միասին Երևանում ունենան համերգ։ Տիկին Մովսիսյան, ինչպես նշեց պարոն Զարգարյանը,
օգնել, եթե բացենք այդ բառը, ինչ ասել է օգնել, ինչու՞մն է կայանում օգնությունը, այդ աջակցությունը, նախագծերի տեսքով, զբաղվածություն ապահովելու տեսքով։ Շնորհակալություն հարցի համար։ Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել 23 թվականից մինչ այսօր եւ ծրագրերը տարբեր ֆորմատով են եղել եւ երեխաների հետ հանդիպելով, զրուցելով, տարբեր մարզերի սահմանապահ գյուղերի երեխաներին տեսնելով հասկացանք, որ իրենց համար անընդհատ պետք է ինչ-որ լավ բաներ արվի, նոր գաղափարներ տանենք մարզեր, գյուղեր եւ այդ լավ երեխաներին ընդգրկենք որոշակի ծրագրերի մեջ եւ Արման Ջուլակյանի ծրագիրը համապատասխանեց նաեւ մեր ցանկությանը եւ երեխաներին ընդգրկեցինք ընտրությունը կատարում էր Արմանը տարբեր մարզերի ես կապ էի հաստատում համայնքապետարանների հետ պարուսույցների հետ որպեսզի Արմանը կարողանա մեկնել մարզ եւ երեխաների մեջ ընտրություն կատարի որովհետեւ շատ են երեխաները, բոլոր մարզերում պարողները։ Միայն մեր 1000 վահան-պարին 100 երեխա մասնակցեց Տավուշի եւ 110 Տավուշի եւ Գեղարքունիքի մարզից եւ շատ հզոր պարեր ստացվել։ Շնորհակալություն Արման ջան քեզ եւս մեկ անգամ։ Այդպես ընտրությունը շատ բարդ է տեղի ունենում, ասեմ ձեզ։ Ինքը եւ հոգեբանական դժվարություններ է առաջացնում Արմանի համար, եւ երեխաների համար, եւ պարուսուցների համար։ Բայց երեխաները պետք է հասկանան, որ ամբողջ կյանքում է ընտրություն լինում իրենց կյանքում եւ լինելու է միշտ լավագույնը առաջի շարքերում է հայտնվում, այնպես որ սա նաեւ լավ առումով մրցակցություն է իրար մեջ երեխաների, որոնք տեսնելով, որ այդ մոտիվացիան, որ ընտրվում է լավագույնը, միևնույն է դրական է ազդելու իրենց հետագա աշխատանքների վրա։ Երեխաներին հոգեբանորեն ամեն դեպքում պետք է պատրաստել։ Այո, պատրաստում է։ Նախորոք իրենք գիտեն, որ պետք է Արմանը գնա, ընտրություն կատարվի, բայց իրենց խումբը արդեն կա, ինչ կա, եւ տարիների ձեռք բերված խմբեր են, շատ լավ խմբեր ունենք իդեպ մարզերում, եւ սա եւս մեկ բացահայտում կլինի մարզերի երեխաներին ցուցադրելը հանրությանը եւ իրենք նույնպես իրենց գնահատված կզգան, որ իրենց պարերը, իրենց տարիների աշխատանքը իզուր չի անցնում։ Արման, ինչ է կատարվում մարզերում մշակութային առումով, այսինքն բարի այս ճյուղը, որքանով է զարգացած, ինչ խնդիրների եք հանդիպել, ինչ լուծումներ են գտնվել ձեր այսքան մաստեր կլասեր անելու արդյունքում։ Ես ասեմ, որ շատ խնամքի կարիք կա, շատ հոգատարության կարիք կա եւ կեցեն են բոլոր ղեկավարները, ովքեր որ աշխատում են եւ իրենց գիտեք, այդտեղ ֆինանսը կարևոր չի։ Այդտեղ կարևորը հենց այդ տարածաշրջանում ապրել, արարել, ստեղծել եւ առաջ գնալն է։ Որտեղ որ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր աջակցությունը տալու։ Բնականաբար շատ մեծ ողջավորվածություն կա երեխաներին, երբ որ տեսնում են ինձ, շատ ուրախանում են, անկախ նրանից իրանք ընտրվել են, թե չեն ընտրվել, ես մշտապես թույլատրում եմ, որ իրանք մնան այդ տարածքում, այդ իրանց փորձասենյակում, շփվում ենք շատ իրանց հետ, շատ հետաքրքիր հարցեր են տալիս, հենց ու կարևորը նա է, որ հարցերը հնչում են հենց պարարվեստի վերաբերյալ, ոչ թե ուրիշ առօրյա խնդիրների կամ ինչ-որ ուրիշ բաների, եւ ասեմ, որ շատ հրաշալի երեխաներ են, ինչը որ պակասում է մեր մայրաքաղաքի երեխաներին, այդ մաքրությունը, այդ պարզությունը, այդ հետաքրքրությունը, այդ, չգիտեմ, ձգտումը, որովհետև շատ ժամանակ մենք չենք գնահատում մեր կողքի արժեքները, քանի որ ամեն օր առնչվում ենք իրանց հետ, ամեն օր տեսնում ենք եւ մի տեսակ այդ արժեքը դառնում է մեզ համար հասարակ, իսկ իրանք գնահատում են դա։ Ես եթե կարելի է հավելեմ Արմանի միտքը շարունակեմ, վերջերս մենք Ճամբարակ համայնքում ավարտեցինք մեր տոնացիսական դասընթացների շարքը եւ իրոք մենք այնպիսի երեխաների հանդիպեցինք 12-ից 15 տարեկան երեխաների, որոնք ամբողջովին հայրենասիրությամբ լցված եւ անգամ պատրաստ են յուրաքանչյուր կամավորական աշխատանքների գալ,
եւ դիմեցին մեզ 1000 վահանին, որպեսզի մենք իրենց ներառենք մեր բոլոր ծրագրերում, որ իրենք ցույց տան իրենց հայրենասիրության ոչ թե չափը, այլ առիթ լինի իրենց համար ներկայացնելու, որ իրենք նույնպես կարևոր են եւ հայրենիքի համար ուզում են ինչ-որ գործեր անել։ Եվ այդպես բոլոր մարզերում, երբ որ մենք մեր դասընթացները ավարտում էինք, հանդիպում էինք այդպիսի երեխաների եւ Արմանը շատ ճիշտ նկատառում արեց, որ շատ լավ երեխաներ ունենք մարզերում եւ մեր շատ լավ սերունդ է մեծանում եւ իրոք հույսը կարելի է դնել այդ սերունդի վրա։ Համարձակ են, խելացի են, անկաշկանդ են եւ իրենց մտքերը կարևորը կարողանում են ճիշտ արտահայտել։ Արմանի դա պիլոտային պրոյեկտ է, առաջինն է, բայց հույսով վերջինը չէ, Արման ջան, քանի որ մեր ցանցում ներգրաված է մոտավորապես 6000 երեխա 93 գյուղերից եւ շարունակվելու է, ինչ որ Սրփոյին ասեց դասընթացների մասին, մինչեւ մյուս տարվա վերջ թիվը պետք է որ հասնի 10000-ին եւ դա ոչ թե վիրտուալ է, ռեալ, մենք իրանց հետ շփվում ենք եւ հուսով ենք Արմանը մին եւս նոր գաղափար կբերի, միասին քննարկենք, որ այդ գործողությունները շարունակվի, որովհետեւ իրոք այդ երեխաները կարիքների մասին ասացինք, բայց մենք համոզված ենք, որ իրանք իսկական վահան են դառնալու, իրանք չունեն վախ թշնամուց, ապրում են 2-3 կիլոմետր սահմաններից եւ դա պետքա տեսնել աչքերի մեջ նայել եւ իրանք շատ որ ասում են դուխով են, հա բառը ռուսերեն է, բայց ինքը ոնց որ թե ոգին լավն է եւ այդ երեխաներին չպաշտպանելով դա մեծ սխալ կլինի, որտեղ դա ապագա սերունդն է, ապագա ընտրողն է եւ ապագա իշխանությունն է։ Մենք միշտ հարցը տալիս ենք, եթե լինես վարչապետ, ինչ կանես։ Եվ իրանք պատասխանում են, շատ ճիշտ են պատասխանում, որը որ նույնիսկ հիմա կարող չտեսնես, չլսես ավելի հասակակից մարդկանցից, իրանք շատ ճիշտ բանը դնում։ Առաջինը ընտանիքը, պաշտպանել իրանց գյուղը, գյուղից են սկսում, լավ սովորել, գնալ բանակ ծառայել։ Բայց եթե դուրս գան կաֆեները Երևանում, այդ հարցերը տաս պատասխանը չես ստանա։ Ցավոք սրտի երևի, բայց այդտեղ կա ու մենք շատ հպարտ ենք իմիջարից, որ այս երեխաները մեզ սկսել են հավատալ եւ այս տարի 26 թվականին մենք երկրորդ этаպով են գնալու նույն գյուղերով, բայց ուրիշ ծրագրով եւ հուսով եմ, որ բարային մասը ավելի կուժեղացնենք իր Արմանները։ Շնորհակալություն։ Հուսանք այն երազանքներն ու ցանկությունները վարչապետ լինելուց հետո, որ երեխաները ասում են անպայման կանեն, չեն փոխվի տարիների ընթացքում եւ երբ իսկապես Մենք կապահովենք։ իսկապես դառնան ղեկավար, կանեն այն, ինչի մանրներին ասել են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եք։